երեք տեղի ունեցավ Լավրով Միրզոյան հանդիպումը, կխնդրեմ նախ հանդիպումից նշեք, ինչ կարծիք ունեք դուք, ինչպես կգնահատեք այն։ Լսեցի պարոն Մահովին, նա հայտարարեց, որ չի կարծում, թե ուկրաինացիա տեղի կունենա Հայաստանում։ Ես այսպես ասեմ, իմ վերլուծությունն է, բնականաբար ես կարծում եմ, որ եթե մի բան չի տեղի ունենա, այդ մասին չեն էլ խոսում։ Ինչի համար են բարձրաձայնում ուկրաինացիայից, հա։ Գիտեք, մինչև վերջի ժամանակներս, մինչև պատերազմը 20 թվականի մենակ ես էի ասում, որ չթողնենք Հայաստանը սիրիազացվի, չթողնենք Հայաստանը դեպի Սիրիա կամ դեպի Ուկրաինա գնա, պատերազմից հետո էլի կային նման մտահոգություն բարձրաձայնով, որ չթողնենք Հայաստանը ուկրաինացվի, հա, այսպես ասած։ Այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը ասում է, որ նման վտանգ չկա։ Հիմա հարց է ծագում իմ մեջ, որպես սովորական քաղաքացի, եթե նման վտանգ չկա, ինչի են բարձրաձայնում այդ մասին, հա։ Եթե նման վտանգ չկա, ինչի է խոսում այդ մասին։ Ես կարծում եմ, որ դա ընդամենը պարոն Լավրովի կողմից դիվանագիտական ձևակերպում է, նա ավել բան չէր կարող ասել, եւ կարծում եմ, ես վստահ եմ, որ նման վտանգ կա, ես վստահ եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում այս իշխանությունները կգնան այդ ճանապարհով, ուղղակի մինչև այսօր որ չեն գնացել, դա Ուկրաինայի անհաջողություններն է։ Իրենք հենց առաջին օրվանից սրտի թփերդունով սպասում էին, որպեսզի Ուկրաինան հաջողեր եւ իրենք էլ անցնեին նույն գործողությունները։ Իսկ քանի որ Զելենսկին եւ Ուկրաինան չհաջողեցին, իրենք հիմա արդեն, այսպես ասած, ինչեւ հիմա սպասողական են, հիմա արդեն ավելի հակված են հաղթող կողմը անցնելուն, այսպես։ Բնականաբար Ռուսաստանի Դաշնությունը բնականաբար հաղթելու է։ Ես սարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր որ մենք հիշում ենք, էլի, պատերազմը նորից սկսի արդեն Ռուսաստանի կորզանում էին, բարձրաձայնում, կանխատեսում, ուրախանում, այսպիսի բաներ, հա։ Այդ մարդիկ կամ կներեք, էլի, կամ իսկապես հիմար են, կամ էլ գիտեք ինչ, հիմա երբ որ համերգում երկիչին պատվեր ես տալիս, բան համերգում չէ, հարսանիքում, հա, այսպես ասած, պատվեր ես տալիս, քու ուզածով ես տալիս, ասում ես երգի, հա, ու երկիչն էլ երգում է, հիմա շատ, կարծում եմ շատերը հենց այդ ձևով պատվերով էլ երգել են, այսպես ասեմ, հա, բան ասեմ, իմ կանխատեսում առաջին օրից դա է եղել եւ հիմա բոլորս կհամոզվենք արդեն գնալով, արդեն իրենք էլ են տեսեք, արդեն մտածում որ այդպես է եւ փորձում են սիրաշահել Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, այսպես ասած, մնացածն ժամանակը ցույց կտա, այն ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում դա աղետ է ուկրաինացի ժողովրդի համար, գիտեք ուկրաինացի ժողովուրդը մեր եղբայրական ժողովուրդն է, իրապես մեր եղբայրական ժողովուրդն է, մենք շատ մեծ ցավ եմ ալում այդ ամեն ինչի, մեկ նորից տղասներ կան ուրախանում են, ասում են եղբայրը սպանում են, ուրախանալու բան չկա, դա մեծ աղետ է, դա 21-րդ դարի մեծագույն աղետներից մեկն է, որը որ տեղի ունեցավ Ուկրաինայում, բայց պատկերացրեք մարդիկ կան, դա արգազախնդրություն չի, ճիշտ եմ ասում, դա արգազախնդրություն է, մենք ասում են Նիկոլա արգազախնդիր է, փորձում է տանել այդ ուղղությամբ, չէ, Նիկոլա արգազախնդիր չի, դա մեծ պետական հանցագործություն է, ինչպես Արցախի հանձնելը, այսպես էլ ընդհանրապես Հայաստանի, ես գիտեք մի օր վերլուծում էի եւ հանգա այսպեսի մի եզրահանգման, արևմուտքը որպեսզի Ռուսաստանի տարածաշրջանից հանի, պատրաստ է ամենավերջին հայերը տարածաշրջանից հանի։ Եվ մենք Արցախում տեսանք ինչ ունեցավ։ Եվ ես հասկանում եմ, որ դա իրենք նաև Հայաստանում չեն։ Իրենք գիտես առանց մի խեղճի խայթի, առանց մի թերթի ռիսել, մեծ քաղաքականություն, էմոցիաներ, բաներ չի իրենց։ Իրենք նույնը կանեն Հայաստանի հետ, եւ վատը ինչն է, որ գտնվել է նման իշխանություն, գտնվել է նման քաղաքական ուժ, որը որ պատրաստ է իգին ամեն ինչի իր իշխանություն պահելու համար եւ Արցախն էլ հանձնել, Արցախն էլ թողնել առանց հայ, հա,
դարավոր երազանք է եղել թուրքերի Արցախն առանց հայերի, հա։ Ու մենք գիտենք որ նույն ձևի Հայաստանն առանց հայերի դարավոր երազանք է։ Մենք ճիշտ է, շատեր այսօր բաժանում են դա, ես չեմ բաժանում։ Մարտինի մի մասն է, հա, Արցախը մի մասն է, Նախիջևանը եւ այսօր վստահաբար ասում եմ ձեզ, իրենք առանց մի խրճի խայտի, առանց աչք թարքելու Հայաստանն էլ կդադարեն։ Հայաստանն էլ կթողնեն առանց հայերի, եթե կարողանան։ Եվ սա մենք պետք է լավ գիտակցենք եւ պետք է սա հասկանանք։ Նաև Սերգեյ Լավրովը անդրադարձել է Արցախի խնդրին, նշելով, որ 7-ի փոխարեն առաջարկվել է հայկական կողմին զիջել 5 շրջանը եւ հարցը թողնել սերունդներին, սակայն հայկական կողմից արձագանք չի եղել։ Դուք ինչպես եք մեկնաբանում Արցախի պարագայում Արցախի հարցի խնդրում։ Ես մի բան ասեմ ձեզ։ Ես այստեղ համաձայն չեմ դրից։ Ես համաձայն չեմ, առնվազն որ Արցախը հանձնող ուժին իրենք հանդուրժում են, չէ՞, հիմա կամ գալիս են փոխանցում։ Ես համաձայն չեմ։ Անգեզ եմ ասում։ Ես այդտեղ խնդիրներ եմ տեսնում։ Ես այդտեղ խնդիրներ եմ տեսնում, ուղղակի այսօր ինչի չեմ բարձրացնում դրա մասին, որովհետև ես կարծում եմ, որ ուկրաինայում հարցերը լուծելուց հետո փոփոխություններ կլինի, վերաբերմունքի մոտեցման փոփոխություններ կլինի։ Դրա համար ես փորձում եմ հանկարծ իմ շտաբողականությամբ ինչ որ հանկարծ չվնասեմ այսքանը, թե չէ ես այնտեղ համաձայն չեմ, ես այդ մասին բարձրաձայնել եմ, ես այդ մասին մեջ գրել եմ ժամանակին, ես դա համաձայն չեմ։ Եվ ես մի բան ասեմ ձեզ, անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունները ոնց են ուզել, Ռուսաստանը չպետք է հանդուրժել այս ամեն ինչ քրտակ տեղ ունենալ։ Անկախ նրանից։ Եվ սա ինչ տեղի ունեցել, տեսեք ես ինչպես եմ ցավում հիմա, չէ՞, ռուս-ուկրաինական պատերազմի համար։ Շատ մեծ ցավ եմ ապրում, երբ որ ուկրաինացի ժողովուրդը հետևից կոդորում են դեր։ Իրապես իրենք մեր եղբայրներն են։ Պատկերացրեք ինչքան մեծ ցավ եմ ապրում, երբ որ իմ Արցախահայությունը այնտեղ անպաշտպան մնաց։ Ստիպված ծանրագույն որոշում ընդունեց, ծանրագույն, հա, այսօր շատերը փորձում են մեղադրել, ես դա էլ ասեմ, այն օր առիթ ունեցա, երբ որ մեղադրեցին Արցախահայությանը, ինձ մոտիկ մարդ էր մեղադրել, ինչ այլոց, եւ ես ճիշտ է, իր հետ կռվեցի, հետո նստած փորձեցի հասկանամ, ինչի են մեղադրում, գիտեք ինչ հասկացա, սա էլ ասեմ, ես ճիշտ է, մի քիչ չեղում եմ թեմայից նման, բայց շատ կարեւոր է, մարդիկ մի տարի շարունակ հանցավոր անտարբերությամբ հետևել են, թե Արցախահայությունը ինչպես է շրջափակված եղել։ Խոսքս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է, զինվորականության, ոստիկանության, ԱԶ-ի, քաղաքական վերնախավի, մի տարի շարունակ եւ երբ որ հուզված ուժասպառ Արցախահայությունը նման ծանրագույն որոշում կայացեց, ու վերնախավ է էլի բնականաբար։ Իրենք ինչի են մեղադրում, իրենց հանցավորությունն են փորձում թաքցնել այդ մեղադրանքի տակ։ Սա հոգեբանական պահ է, սա լուրջ հոգեբանական բարդույթ է, եւ այստեղ արդեն պետք է ոչ թե այդ մեղադրողներին էլ մեղադրել, պետք է ինչ-որ մի բանաձև գտնել, որովհետեւ այդ բարդույթներից ազատվել, որ մինչև մենք այդ բարդույթներից չազատվենք, մենք Արցախ վերադառնալը չենք կարողանալու։ Հանուն Արցախ վերադառնալու, ես մի քիչ շեղվեցի, բայց սա շատ կարևոր պահ է։ Հանուն Արցախ վերադառնալու մենք պետք է կարողանանք բանաձև գտնենք ու այդ բարդություններից ազատվենք։ Այսքանը, ամեն դեպքում ես մի բան ասեմ, անկախ ամեն ինչից, Ռուսաստանի դաշնությունը դա մեր ռազմավարական դաշնակիցներ լինելու է, միանշանակ լինելու է, բոլոր այն ուժերը, ուղղակի ես երեք քաղաքում չէի, եթե ես երեք քաղաքում լինեի, ճիշտ եմ ասում, ես կգայի նույն Արման Բաբաջանյանին եւ այդ մնացածին, որ այդ ջուրը թողել էին, այդ կապիկություն էին անում այդ ջրի մեջ, այսպես քաղաքական ասեմ, հա, Ալեն Սիմոնյանն որ ասում է քաղաքական սպանեն, քաղաքական, Փարիզ բունի մասով չէի խեղդի այդ ջրի մեջ, բայց քաղաքական կխեղդեի այդ ջրի մեջ իրենց, հա, այդ լագոտներին, այդ կապիկներին, որ հանուն մի փոր հացի, հանուն մի փոր լապի հելել են, ինչ կապիկություն ասում անում են, դուք պատկերացնում եք, ասենք, այսօր Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ լիզում է դրանց, մի խոսքով, ամեն ինչ անում է, որպեսզի ամերիկացիների հետ լավ լինի, պարսիկների հետ լավ լինի, վրացիների հետ լավ լինի, ռուսների հետ ավելի լավ լինի, շատ ավելի լավ լինի, իսկ մենք ինչ ենք անում, մենք կանչել ենք երեք մի կին լավ հարց տվեց, բա Ալիևի նկարը ինչ չեք պահում, մարդասպան,
մի օր չեղավ, ես մի օր չտեսա Արցախի շրջափակման այդ ամիսներին, ես մի օր չտեսա, որ այդ նույն Արման Բաբաջանյանը, Սակունցը, դու այդ զիբիլները հազար ներողություն, բայց ասեմ, թե եթե կուզեն թող դատարան մտնեն, իրենք զիբիլ են, իրենք քաղաքական զիբիլ են, քաղաքական զիբիլ են։ Չտեսա, որ մի օր Ալիևի նկարը ձեռքերը կամ Էրդողանի նկարը ձեռքերը գրեին մարդասպան, ինչ որ մի հատ ակցիա անեին, չտեսանք մի օր չտեսանք, եւ որ 23 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում Արցախահայությանը սպանում էին, չտեսանք, որ իրենք գնային ինչ որ միտեղ, ինչ որ մի հատ ակցիա անեին, Ալիևին նկարը ձեռքերը։